Աշխատանքի իրավունքը դա իմ համոզմամբ կյանքի իրավունքին համարյա հավասար իրավունք է։ Իրենք միտեղ հայտարարում են, որ պետք է աղքատ չլնել եւ աշխատել, բայց իրենք մարդկանցից խլում են այդ աշխատանքը։ Եթե դու մարդուն զրկում ես աշխատանքից, դու նրան անուղղակիորեն զրկում ես կյանքի իրավունքից։ Հարգելի քաղաքացիներ, աշխատանքից ազատման հրամանը ստանալուց 2 ամսվա ընթացքում դիմեք դատարան։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսօր մենք խոսելու ենք աշխատանքային իրավահարաբերություններից, քանի որ դուք աշխատանքային իրավունքի լավագույն մասնագետներից եք, կարելի ասել առաջին մասնագետներից եք եւ ցանկացա, որ այս թեմայի մասով խոսենք հենց ձեզ հետ։ Հայաստանում շատ է աշխատանքային իրավահարաբերություններից կապված խնդիրները եւ կուզենայի, որ զրուցենք դրա մասով։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ գտնվել ձեր հեռուստատաղավարում։ Եթե կոնկրետ հարցեր կան, խնդրում եմ տալ, ես կպատասխանեմ։ Հենց առաջին հերթին ինչ իրավունքների խախտումներ է տեղի ունենում հենց աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողների իրավունքների մասով։ Վերջերս տարածված են քաղաքական նկատառումներով, քաղաքական շարժառիթներով մարդկանց աշխատանքային իրավունքների խախտումները։ Իրենք միտեղ հայտարարում են, որ պետք է աղքատ չլնել եւ աշխատել, բայց իրենք մարդկանցից խլում են այդ աշխատանքը։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ ասել, որ օրինակ կոնկրետ Երևանի պետական համալսարանում բարձր որակավորում ունեցող մասնագետներ իրենց ընդդիմադիր կեցվածքի պատճառով ապօրինաբար զրկվել են աշխատանքից։ Այսինքն իշխանությունը խոսում է մի բան, անում է մի ուրիշ բան։ Իսկ աշխատանքի իրավունքը, հարգելի Նարէ, դա իմ համոզմամբ կյանքի իրավունքին համարյա հավասար իրավունք է։ Ինչու՞, որովհետև ես ելի եմ առիթներ ունեցել ասելու, որ մարդը պետք է աշխատի, որ ապրի։ Եթե դու մարդուն զրկում ես աշխատանքից, դու նրան անուղղակիորեն զրկում ես կյանքի իրավունքից, ապրելու հնարավորությունից։ Սա է իրողությունը։ Իսկ այսօր, որ Հայաստանում իշխանությունը թաքած ունի մարդկանց աշխատանքային իրավունքների վրա, սա անվիճելի է։ Ես կարող եմ շատ օրինակներ բերել։ Այդ թվում եւ իմ օրինակը, բայց ես չեմ ուզում բերեմ։ Ես չեմ սիրում սեփական խնդիրները եթերով ներկայացնել։ Բայց ձեր օրինակում օրինակ կան այնպիսի խնդիրներ, որոնք որ կարող է շատ մարդիկ եւս առնչվել են եւ կուզենան լսել եւ հասկանան, թե օրինակ ինչպես կարող է իրենց իրավունքները պաշտպանել։ Ինձ այդ աշխատանքային պայմանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով։ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենք, 95-րդ հոդվածը լրացվել է 2.1 կետով, որտեղ հստակ ասվում է, որ եթե նույն աշխատանքի վերաբերյալ նույն կողմերի, այսինքն գործատու եւ աշխատողի միջև կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, ապա այդ պայմանագիրը արդեն համարվում է կնքված անորոշ ժամկետով։ Հիմա ես մեր հարգելի քաղաքացիներին ասում եմ, որ իմանան, որ եթե նույն աշխատանքի վերաբերյալ երկրորդ անգամ կնքվում է ժամկետային պայմանագիր, ապա այդ պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով եւ իրավունք չունեն ժամկետը լրանալու հիմքով լուծել։ Առավել եւս հարգելի Նարէ, համալսարանի համար դասախոսի աշխատանքի ժամկետայինը ո՞րն է։ Կարող ասենք ռեմոնտ չի կլինի, բերեն ասենք ամառը ռեմոնտ անի, 3 ամսով կնքեն, ասեն հաջողություն։ Բայց դասախոսի համար մանավանդ կոնկրետ իմ օրինակով ես 28 տարի դասավանդել եմ։ 28 տարվա դասախոսի ժամկետային պայմանագիրը ո՞րն է։ Հակառակը պետք է ինչքան դասախոսը երկար աշխատում է, այդքան ինքը ավելի պահանջված մասնագետ է, ավելի շատ պետք է թողնել։ Չեմ ուզում ազնվորել, չնայած որևէ խնդիր չունեմ, որևէ մեկի անունը տալու, դուք ինձ լավ եք ճանաչում ու գիտեք, որ ես այդպես խնդիր չունեմ, բայց ամոթալի է, որ Երևանի պետական համալսարանում այդ քաղաքականությունը տարվում է, որ չի գնահատվում մասնագիտական ունակությունների որակը, վիճակը,
Այլ դու այսօր ընդդիմադիր ես, ուրեմն հաջողություն քեզ։ Բայց երեխեքի կրթության հարցը չէ որ համալսարանը դա կրթական հիմնարկն է, չէ՞։ Ոչ թե քաղաքական։ Այո։ Հիմա երեխեքին կրթելու ճիշտ կրթություն տալու, որակյալ կրթություն տալու խնդիրը ու մնաց բա։ Այս դրա մասին թող մտածեն այսօրվա ռեկտորը, դեկանները, չգիտեմ, զամ դեկանները մի խոսքով, ովքեր որ հնարավորություն են մասնակցել կադրերի ընտրությանը։ Սա է խնդիրը։ Ու նաև ժամկետների հետ կապված էլ ասացիք, խնդիր կա, ժամկետները բողոքարկման, հա, իրավունքի տեսանկյունից։ Բողոքարկումը դե աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, եթե հրամանը ստացել ես, հրամանը ստանալուց 2 ամսվա ընթացքում ազատման հրամանը իրավունք ունես բողոքարկել դատարան։ Այս մասով ինչ խնդիրներ է ստեղծվում, ինչ խնդիրների եք առաջ մարդկանց մոլորության մեջ են գցում, ասում են մի հատ դիմում տուր արմիությանը, մի հատ չգիտեմ աշխատանքի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, որպեսզի քաղաքացին բաց թողի, աշխատողը բաց թողի բողոքարկման երկամսյա ժամկետը եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե բաց ես թողես ժամկետը, կողմը իրավունք ունի միջնորդել, կիրառել վաղեմություն, այսինքն մերժել հայցը։ Հենց մենակ այդ պատճառով։ Դրա համար հարգելի քաղաքացիներ, աշխատանքից ազատման հրամանը ստանալուց 2 ամսվա ընթացքում դիմեք դատարան։ Ուրիշ ացյաններ պետք չի դիմել, ոչ արմիությունն է ձեզ օգնելու, ոչ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, դուք միայն կարող եք օգնություն ստանալ դատարանի միջոցով, բայց դուք պետք է պահպանեք այդ ժամկետները, իսկ այդ ժամկետը 2 ամիսն է։ Իսկ օրինակ, երբ որ անձին ասում են դիմում գրի, որ դա լինի երկկողմանի համաձայնություն ինչ-որ նմանատիպ, այլ մանիպուլյատիվ, հա, հնարքներ են գործում գործատուները ու շատ դեպքերում քաղաքացիները, աշխատողները ստիպված դիմում են գրում, իրենց մտածելով, որ դա իրենց համար ավելի լավ տարբերակ է, չմտածելով, որ օրինակ կարող են ուղղակի բողոքարկեն դատարան, ոչ մի բան չանեն կոպիտ ասած։ Տեսեք, դիմումը դա մարդու ներքին ցանկությունից պետք է բխի։ Եթե մարդուն հարկադրում են դիմում գրել, դա նշանակում է, որ խախտում են նրա կամքի ազատ արտահայտման սահմանադրական իրավունքը։ Քաղաքացին աշխատողը իրավունք ունի դիմում չգրել։ Ես օրինակ շատ դեպքերում, ես գիտեք, փաստաբանը, ինձ որ դիմում են, ասում եմ դիմում չգրեք։ Թող իրանք ազատեն, մենք կմտածենք ոնց ենք վիճարկում այդ ազատումը։ Բայց եթե դու դիմում ես գրում ազատման, արդեն համարյա զրոյանում է քո դատական վեճով հաջողության հնարավորությունը։ Սա ասում է համաձայնվում ես այդ ազատման հետ։ Չէ, ոչ թե համաձայնում ես, այլ ասում է ինքը դիմել է աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջի կետը սահմանում է աշխատանքի ազատության սկզբունքը։ Ու ասում է էտենա, որ նաև անձը ազատորեն ընտրում է աշխատանք եւ ազատորեն հրաժարվում է դրանից։ Հիմա այս պայմաններում եթե դու գնում դիմում ես տալի, այլ արդեն շատ համարյա ասում եմ զրոյանում է, դու պետք է ապացուցես, որ դու դիմումը տվել ես հարկադրանքի ազդեցությամբ, էական նշանակության մոլորության ազդեցությամբ, որովհետև քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է գործարքի համավարության պայմանները, բայց դա էլ դժվար է ապացուցել։ Ասում է եկել է, դիմել է, ես էլ ազատել եմ, բայց իրականում այդ դիմումը չի բխել այդ մարդու կամքից։ Սա է խնդիրը։ Իսկ եթե անձին ազատում են, հրաման են արձակում, ինչ-որ փուլեր կա, չէ, մինչև ծանուցելը, այդ պահը ոնց է լինում, մարդիկ, երբ որ հրամանը ստանում են, այդ պահից արդեն համարվում են ազատված ու այդ պահից պետք է իրենք դիմեն դատարան, թե ինչ-որ ծանուցումներ կան, ինչ ընթացակարգով այդ ամենը լինում։ Հրամանը ստանալուց 2 ամսվա ընթացքում իրենք իրավունք ունեն դիմել դատարան։ Իսկ եթե հրամանը ուղարկվել տվյալ անձի տան հասցեին եւ անձը չի ծանուցվել, ընտանիքի անդամն է տեսել, բայց ինքը չի ծանուցվել, էլի համարվում է ծանուցված, պատշաճ ծանուցումը համարվում։ Ընտանիքի անդամի սահմանադրական դատարանի որոշում կա, որ պետք է կոնկրետ անձը ծանուցված էլի, հիմի կարող է մենք ընտանիքի անդամը լինենք, ասես տնավարի բացատրեմ, որ ժողովրդի համար պարզ լինի, էլի, շատ իրավաբանական տերմիններ չօգտագործեմ։
Կարող է ես իմ ընտանիքի անդամի հետ վիճված եմ։ Ինքը հրամանը ստանում է, դնում է ծոցը։ Ու ինձ չի տեղյակ պահում։ Ես ինչը բողոքարկեմ։ Դրա համար Սահմանադրական դատարանը այդպիսի որոշում ունի, որ պետք է անձը կոնկրետ հասցեատերը անձամբ ծանուցվի հրամանի մասին։ Իր իրավունքների, իր օրինական շահերի վերաբերյալ անհատական իրավական ակտի մասին։ Նոր դրանից է հաշվարկվում երկամսյա ժամկետը։ Ու նաև հրամանում հիմքերն են դնում, ազատման հիմքերն են դնում, տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկ օրինակ անձը անցել այն տարիքը, թոշակառու տարիքն է անցել, դրա համար ինքը չի կարող աշխատել եւ դրա համար իրեն ազատում են։ Այս մասով, այսինքն եթե մարդու տարիքը անցնում է, ես ունեցել ենք այդպիսի դեպքեր, որ անցել է տարիքը, այդ հիմքով մարդուն ազատել են, այն հիմքով, որ ինքը չունի այն կոպիտ ասած ունակությունները իր տարիքը անցել է։ Այդ դեպքում հարգելի Նարէ, ազատումը կատարվում է ոչ թե կենսաթոշակի տարիքը լրանալու հիմքով, այլ եթե մարդը իր գործնական ունակություններով չի կարողանում ապահովել իր աշխատանքում անհրաժեշտ ունակությունները, այդտեղ ազատման հիմքը փոխվում է։ 113-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետն է, երբ ի հայտ է եկել աշխատողի անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Բայց 2023 թվականի մայիսի 5-ին ազգային ժողովը ընդունեց օրենք, փոփոխություն կատարեց եւ վերացրեց աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը, որը նախատեսում է կենսաթոշակի տարիքը լրանալու պատճառով ազատում։ Հիմա չկա այդ հիմքը։ Հա, իմ ասածը մինչև օրենքի փոփոխություններն էր։ Դե մինչև օրենքի փոփոխությունները կարող են, բայց օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այլևս կենսաթոշակի տարիքի լրանալը հիմք չէ աշխատողին աշխատանքից ազատելու համար։ Հիմա մի քիչ քաղաքականացնենք, հա։ Ինչ են անում այս իշխանությունները։ Խոսում են, ասում են կենսաթոշակառուները երկար են ապրում եւ բեռ են աշխատողների համար, հələ սրանց մտածողությունը։ Այս պարգևավճարների թեման, որը արդիական է։ Տեսեք, աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն պարգևավճարը ինչի համար է տրվում։ Աշխատանքը բարեխղճորեն կատարելու, չէ, ցուցանիշներ արձանագրելու, պայմանագրով սահմանված պարտականություններից ավելի գործողություններ կատարելու համար։ Հիմա հարց, որ ոլորտում դուք իրազեկ մարդ եք եւ կարող եք շատ հանգիստ պատասխանել։ Որ ոլորտում մենք ունենք առաջընթաց։ Ոչ միտեղ։ Այսօր տեսեք, հրավիրում են հավաքարարներին, ես որ պետք է լի անուն ազգանունով կասեմ։ Դպրոցի հավաքարարին ու բանվորին։ Ասում են արի դիմում տու, որ մենք մեր մարդկանց ընդունենք, ազատվի, դիմում տու, որ մենք մեր մարդկանց ընդունենք։ Ասենք դուք սենց բան չի եղել երբևէ։ Ընդ որում ոչ միայն հավաքարարից սկսած մինչև տնօրենին պարտադրում են դիմում գրել ազատման վերաբերյալ։ Ժողովուրդ, ում որ դիմում են պարտադրում, խնդրում եմ ես ձեզ, որպես աշխատանքային իրավունքի մասնագետ եմ ասում, ոչ մեկը մի գրեք։ Թող իրանք ձեզ ազատեն, այդ հրամանները մենք կբողոքարկենք դատարանում։ Հենց դիմումների հետ կապված որ հարցս տվեցի, շատը հենց դրա համար էր, որ շատ դեպքերում մարդկանց իրենք են ուզում ազատել ու դրա համար ստիպում են կամ այլ ձևով ասում են, որ դու գրիր դիմում, որ քո համար լավ կլինի, ինչ որ մոլորեցնում են եւ այլն։ Ու այդ մարդիկ էլ են, որ կոպիտ ասած խնդիրներ չունենալու համար գրում են դիմումը, բայց չիմանալով թե ինչ հետևանքներ դա կարող է առաջանալ։ Նարեկ ջան, խնդիրներ չկան։ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն դիմումը դա պիտի լինի քո ներքին կամքից բախող, քո ներքին համոզմունքից բախող։ Հետևաբար, ասենք մարդկանց հետ պայմանագրեր են կնքում, լրիվ ստրկացուցիչ պայմաններով, միայն գործատուի օգտին ի վնաս աշխատողի։ Հա, այդ մասով էլ չեն կարդում շատ դեպքերում պայմանագրերը։ Դե չեն հասկանում շատերը։ Մինչդեռ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը սահմանում է ստրկացուցիչ պայմանագիր հասկացությունը։ Այսինքն, երբ որ պայմանագիրը միայն մեկ կողմի օգտին է, ի վնաս մյուս կողմի,
Չպետք է կնքել։ Դրա համար գիտեք ինչ, ցավալին այն է, որ մեր ժողովուրդը իրենց իրավունքներից օգտվելու մշակույթին լավ չի տիրապետում։ Այնց բաներ են անում, որ գալիս են, ասենք, դիվում են ինձ որպես փաստաբան, ասում դու ո՞նց ես համաձայնվել այս բանին։ Հա։ Չեն հասկանում, ինչա իրենց ներկայացնում։ Հիմնական դեպքերում հնարավոր չի լում օգնել։ Ճիշտ է, քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն, ասում է իրավաբանական անձինք եւ ֆիզիկական անձինք իրավունքներ եւ պարտականություններ են ձեռք բերում իրենց ռիսկով, բայց այդ ռիսկը բանը չի պարունակում իմացություն։ Այդ տեսեք ձեր ասածով, ասում են, սենց ավելի լավ է, որ դու քո դիմումով ազատվես։ Այդ դու քո դիմումով ազատվես եւ ոչ կարաս դատարան դիմես, հա կարաս դատարան դիմես, բայց դա անհաջող է լինելու։ Անիմաստ է։ Ընկնես դատական քաշքշուկի մեջ, որովհետեւ ասում են, դու քո կամքով ես դիմում տվել, դու պետք է ապացուցես, որ դու այդ դիմումը տվել ես հարկադրանքի, սպառնալիքի ազդեցությամբ կամ էական նշանակություն ունեցող մոլորության, քաղաքացիական օրենսգրքի հստակ բանն է, կարգավորումն է։ Ոնց ապացուցես։ Չէ, դժվար է, ինչ-որ փորձագետով պետք է կարողանա քո եզրակացություն տա, թե քո հոգեվիճակը։ Փորձագետն չի կարող։ Փորձագետը այնտեղ ներկա չի եղել, որ իմանա դուք այդ դիմում այդ բանին, որ տվել եք, ձեր կամքով եք տվել, թե հարկադրանքի ազդեցությամբ։ Ասում եք, որ օրինակ եթե անձին ազատում են աշխատանքից, քանի որ չի համապատասխանում իր որակին, այսինքն էլ չի կարող այդ մարդը տվյալ աշխատանքով զբաղվել։ Հնարավորություն տալիս է գործատուն, օրինակ տեսնի, որ իր կազմակերպությունում կա այնպիսի մի պաշտոն, որ կարող է առաջարկել տվյալ անձին, որպեսզի նա կարողանա աշխատի այդ պաշտոնում։ Նման դրույթ սահմանվում է ու եթե նմանատիպ դրույթ կա, բայց չի առաջարկում գործատուն, ինչ որ իրավախախտում է դա։ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն այդ հիմքով ազատման դեպքում գործատուն պարտավոր է, ոչ թե իրավունք ունի։ Պարտավոր է աշխատողին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը եւ առողջական վիճակին համապատասխանող աշխատանք։ Եթե կարողանում է աշխատողը ապացուցել, որ իր ազատման պահին տվյալ գործատուի մոտ եղել է այնպիսի աշխատանք, որին ինքը կարող էր համապատասխանել եւ իրան չի առաջարկվել, սա համարվում է աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի առաջին մասի պահանջի խախտում, որտեղ այնտեղ ասում է, եթե պարզվում է, որ պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի իրավունքները վերականգնվում են։ Այս դեպքում այո, կարող է դիմել դատարան, պահանջել, որ ճանաչվի ազատման հրամանը անվավեր, քանի որ գործատուն չի պահպանել իրեն համապատասխան աշխատանք առաջարկելու պարտականություն։ Իսկ նմանատիպ հնարավորություն կա այլ դեպքերում, կա այլ ուրիշ դեպք, որ էդի պետք է առաջարկեն ուրիշ աշխատանք։ Չէ, հիմա ասենք կարգապահական տուժի կիրառման հիմքով ազատելու դեպքում գործատուն նման պարտավորություն չունի, բայց հաստիկների կրճատման, աշխատողի անհամապատասխանության այդ հիմքերով պարտավոր է առաջարկել։ Իսկ տվյալ դեպքում, եթե օրինակ աշխատանքից ազատում են անձին ու ինքը երկար ժամանակ դիմում է դատարան, երկար ժամանակ չի աշխատում ու այսպես ասած պարապուրտ է, չէ, գոյանում, տվյալ դեպքում ո՞նց է հարցը լուծվում։ Դատարանում էլի պահանջ են ներկայացնում։ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն աշխատողը նաև ներկայացնում է հարկադիր պարապուրտի ամբողջ ժամանակահատվածի համար միջին վաստակը վճարելու պահանջ։ Եթե դատարանը գտնում է, որ ազատումը եղել է անօրինական, ապա միջին վաստակը ամբողջ հարկադիր պարապուրտի ժամանակի համար ենթակա է գործատուից գանձման։ Բայց որոշ դեպքերում օրինակ դատական նիստերը շատ երկար են լինում, ձգձգվում են ու արդյունքում այդ գումարը ավելի է շատանում, թե պետք է ավելի արագ աշխատողը դրա համար մեղավոր չի։ Բնականաբար մեղավոր չի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներում այդ տեսակետը, այդ դիրքորոշումը արտահայտվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությունը արդար դատաքննության իրավունքի տար է, բայց այսօր ցավոք սրտի գործեր կան, որ տարիներով քննվում են։ Հիմա ես
չեմ սիրում իմ անձնական օրինակը ներկայացնել, բայց իմ հետ կապված աշխատանքային վեճը 3 տարի է քննվում է եւ հələ դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Դե հիմա դատարանները թող մտածեն այդ մասին։ Հա։ Կարևորը Ասենք, գիտեք ինչ, նիստը հետաձգում են 2 ամսով։ Նիստը հետաձգի մի շաբաթով։ Այսինքն դատարանների մեղքն է, ստե աշխատողը որևէ մեղավորություն չունի։ Հակառակ, աշխատողը շահագրգռված է, որ իր վեճը լուծվի ողջամիտ ժամկետում, որտեղ եթե մեզ դուրը ծեծում ես, sense տնավարի ասեմ, էլի։ Երեխա նայումա ձեռներիդ ինչ ես բերե տուն։ Ասես բալիկ ջան, հələ իմ վեճը քննվում է դատարանում, ոչ մի բան չեմ բերե։ Բայց սա է սոցիալական պետությունը։ նիստերի պարագայում այդպես ուշ են նշանակում, որ Տեսեք, կներեք, շատ է։ հարգելի նարեկ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն, ասում է առաջի ատյանում աշխատանքային վեճը պետք է քննվի հայցադիմումը վարույթ ընդունելու պահից 3 ամսվա ընթացքում 24-րդ գլուխն է, այդ գլխի հեղինակը ես եմ։ Բայց այսօր տարիներով աշխատանքային վեճ չի լուծվում։ Բայց այդ մարդը ինչ է ասի իր տնեցիներին։ Կամ գնում է առաջին ատյանը վճիռը կայացնում է գնում է վերաքնիչ, հետո գնում է վճռապետը որոշում է կայացնում, որ պետք է նոր քննությամբ գործը էլի կարուսելի նման այդ գործը պատտվում է։ Հա, ու այդ դեպքում իրականում շատ այդ ընտանիքի բարեկեցության ապրելու իրավունքի հաշվի։ Էս է մեր իրականությունը։ Հա, կամ դատական նիստերը հետաձգվում են տարբեր պատճառաբանություններով, տարբեր տեսակի պատճառաբանություններով ու էլի դատական նիստերը ձգձգվում են։ Ասեմ ավելին, օրինակ գործեր կան, որ վերջնական դատական ակտը, որ պետք է հրապարակվի 2000 իմ գործերից մեկում 2027 թվականին նոր հրապարակվելու է։ Ու դա ոնց է որոշվում այդ արդար դատականության իրավունքը այս դեպքում կարելի ասել խախտվում է։ Ես էլ ունեմ գործ, որ վճռի հրապարակումը դատական նիստում հայտարարվել էր նոյեմբերի 14-ին, բայց հրապարակվել է դատալեքսում դեկտեմբերի 23-ին։ Համարյա մի ամիս հետո։ Ավելի շատ։ Մի ամսից ավել։ Էս է։ Իսկապես դատարանների ծանրաբեռնվածությունը շատ է ու իրոք դատավորների կարիք շատ կա։ Ամեն դեպքում, պարոն Պետրոսյան, շնորհակալություն ձեզ արդյունավետ տեղեկատվության համար ու հուսամ են քաղաքացիներն, ովքեր որ գտնվում են այսպիսի իրավիճակում, իրենց համար բավականին օգտակար տեղեկատվություններ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-ի անալիքին, ըստ օրենքի հետագա ոդկասթները դիտելու համար։